Սիրելի դաշնցիներ, բարի ձեզ ժողովուրդ ջան, ինչ կա չկա։ Դա հետ եմ ասում եմ երբեք տեսեք են սպասարկում Հայաստանի Հանրապետությունում, որ վարչապետը գա ձեր բալկոնի տակ ելույթ ունենա։ Տենց բան եղել է, չի եղել։ Ժողովուրդ, այսօր մենք հերթական հոյակապ քարոզչական օրն ենք անցկացրել, արդեն ամփոփմանն ենք մոտենում, Դավթաշենում, իհարկե Դավթաշենում մեր այցերը միշտ առանձնակի ջերմությամբ առանձնացել է, բայց այսօրը առանձնահատուկ էր մի քանի պատճառներով, նախ ավելի ջերմ, ավելի էմոցիոնալ, երկրորդը երեխաների ակտիվությունը գնալով մեծանում է եւ ակնհայտ է, որ այս քաղաքական process-ը արդյունքում ստանալու է երեխաների հեղափոխություն արտահայտություն, լավ արտահայտություն չի, երեխաների հեղափոխություն։ Որովհետեւ ամենալավ ձայնը թող մի քիչ բարձրացնի։ Ամենալավ հեղափոխությունն է նա, որ անում են երեխաները, եւ իհարկե ամենալավ հեղափոխությունն է նա, որ ծառայում է երեխաներին։ Եվ ես համոզված եմ, որ այն քաղաքական process-ը, գիտեք, հիմա արդեն ես sense եմ հասկանում, որ մենք հիմա ուղղակի ընտրական քարոզարշավի մեջ չենք։ Տեղի է ունենում շատ խորքային քաղաքական գործընթաց Հայաստանի Հանրապետությունում, եւ իրոք այդ գործընթացը առաջնորդում են մեր երեխաները, որոնք պետք է մեզանից ընդունեն Հայաստանի Հանրապետության հարատևության էստաֆետը, փոխանցեն իրենց հաջորդ սերնդին, նրանք էլ իրենց հաջորդ սերնդին, եւ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ հաղթահարել ենք այն տրամաբանությունը, որ մեր կյանքը պլանավորում ենք նոր տարուց հետո, սփխեչից հետո, տոներից հետո, արձակուրդից հետո, այլևս մեր պետության համար եւ մեր պետական կյանքում դա է փոխվել։ Մենք մեր պլանները պետք է ոչ թե ամիսներով ունենանք, մենք պետք է մեր կյանքը պլանավորենք տասնամյակներով, հարյուրամյակներով, հազարամյակով, որովհետեւ այսօր ձևակերպվում եւ շատ խորհրդանշական ձևով երեխաների կողմից որդեգրվում է Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության օրակարգը եւ Հայաստանի Հանրապետությունը որպես անվտանգ, զարգացած, բարեկեցիկ, երջանիկ պետություն պետք է գոյություն ունենա հավիտյան եւ մենք այս խնդիրը պետք է լուծենք եւ մենք այս խնդրի լուծմամբ ենք զբաղված եւ մեր խնդիրը այլևս առաջիկա ընտրություններով չի պարփակվում մեր ընտրությունը հետեւյալի մասին է մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը առաջիկա ընտրությունների արդյունքներով հենց դուրս բերենք հարյուրամյա եւ հազարամյա մայրուղի եւ սա է այն ամենակարևոր քաղաքական խնդիրը, որը մենք պետք է լուծենք եւ ես ամեն օրվա հետ ավելի եմ համոզվում, որ այդ խնդրի լուծման ճանապարհին չկա այլևս որևէ խոչընդոտ, որովհետև ես կարծում եմ, ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը արդեն իսկ կայացրել է իր որոշումը 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունենալու այդ որոշման ֆորմալ արձանագրումը պարզապես։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կառավարող մեծամասնությունը եւ ժողովուրդը նույն զարկերակի վրա է, նրանց մեր սրտերը բաբախում են նույն ռիթմով։ Սա բացառիկ պատմական իրադրություն է, որ ժողովուրդը եւ կառավարությունը, այսինքն պետությունը
նույն զգացողության, նույն զարկերակի եւ նույն տրամաբանության մեջ է։ Սա պատմական փոփոխություն եւ պատմական հնարավորություն է։ Եվ ըստ էության հիմա մենք ամփոփում ենք որոշակի շատ կարևոր խոսակցություններ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո եւ հեղափոխության ժամանակ էլ մենք պարտավորվել էինք, որ թալանվածը հետ ենք բերելու եւ թալանը դադարեցնելու ենք։ Ժողովուրդ 2018 թվականից հետո մինչև օրս շուրջ 6 միլիարդ դոլար լրացուցիչ մուտք ա եղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Սա այն գումարն է, որը հեղափոխությունից առաջ կամ հեղափոխություն չլինելու պարագայում հոսելու էր, շարունակելու էր հոսել քրեա օլիգարխիայի գրպանը, որը այսօր ներկայացված է պատերազմի եռագլուխ կուսակցության տեսքով։ Մենք պետք է արձանագրենք, թե ովքեր են պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները։ Ըստ էության մենք գործ ունենք 1998-ից 2018 թվական, դու սկզբունքորեն, որ նայում ենք քաղաքական դաշտից, ավելի շուտ 98-ից 2018 թվական Հայաստանում իշխած եւ Հայաստանը կեղեքած օլիգարխիայի հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը Հանրապետական կուսակցության ռեբրենդինգն է, Սերժ Սարգսյանը այդ կուսակցությանը հրապարակային աջակցել է, Կալուգացի օլիգարխի եղբայրը, որը նույնիսկ հարկ չէր համարել իրենց հրավիրած երթի մեջ քայլի, այս մարդկանց մասին եղի պետք է քայլեր, փողը տվել է ուրիշներին, ուրիշները քայլեն, ինքը պետք է քայլի, չէ։ Իրանով է փող տվել, որ քայլի։ Սա շատ խորհրդանշական պատկեր է։ Մարդիկ իրանք քայլող չեն, հասկանում եք, իրանք քայլեցնող են։ Հասկանում եք, իրանք քայլեցնող են։ Բայց ես համոզված եմ, Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին եւ Հայաստանի պետությունը հունիսի 7-ից հետո իրանք դեռ շատ քայլեցնելու է, շատ երկար քայլելու է, բայց սահմանափակ տարածքում։ Այնտեղ տեղեր կա, ես այդ տեղերում եղել եմ, կա որ 3-ը 3-ի վրա, 4-ը 4-ի վրա, 3-ը 8-ի վրա, տարբեր տեղեր կա, իրանք շատ քայլելու են։ Ես իրանք ասել եմ, իրանք այնքան լկտիացել են, երեք ուրեմն բանում, տաշինում, այնքան լկտիացել են, մտքներով անցել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը, որ արձակուրդի մեջ է, քարոզարշավ անում օրենքով սահմանված կարգով, Իրանց մտքով ասում է, որ իրանք կարան իրան ճանապարհը կտրեն։ Լսի, այ Կալուգացի, ես քեզ ասել եմ, որ պետության համը բերանը տա մնալու, բայց ոնց որ դու գծերը անցնում ես, եւ ոչ թե պետության համ բերանը տա մնալու, այլ պետությունը կոկորտը տա մնալու, խրխրալու ես քեզ զգուշացնում եմ։ Մի հատ ձեզ հավաքեք, այսինքն արդեն հավաքեք, չհավաքեք, ես ասում եմ, Կալուգացին իր շրջապատով ներառյալ բանի սեղանի տակ պահված Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, պրո-բելարուս Ծառուկյանը Հայաստանից փախնելու հնարավորության մասին երազելու են, բայց իրանց այդ երազանքը մնալու է անկատար, իրանք չեն կարալու Հայաստանից փախնեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը իրանց բերելու է պատասխանատվության, այնպես ինչպես միջև հիմա բերել է պատասխանատվության։ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանի դղյակներից մեկը, Ժողովուրդ ջան, այլևս իր սեփականությունը չի, այլևս ձեր սեփականությունն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով այդ տունը վերադարձրել է, ինչպես եւ խոստացել էին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ 2021 թվականին ես խոստացա, որ ժողովուրդը փայ ունենալու, ժողովուրդը փայ ունի։
եւ 2018-ից 2026 թվականը իրանք 300 միլիարդ դրամով ավելի հարկ են վճարել պետությանը, քան հարկ եւ վճարում են արել պետությանը, քան դա տեղի է ունեցել նախորդ 8 տարիներին։ Ֆինանսների նախկին նախարարի Միացյալ Նահանգներում ապօրինի գնված դղյակը Հայաստանի հայտով բռնագրանձվել է, վաճառվել է եւ փողը հիմա Հայաստանի բյուջեին փոխանցելու գործընթացի մեջ է։ Մենք դե ֆակտո պետական ենք դարձրել կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը եւ առաջիկայում ոչ մի կասկած չկա, նաեւ դե յուրե կդառնա պետության սեփականությունը։ Եվ ավելին, հիմա այդ process-ի ընթացքում մենք բացահայտել ենք նաեւ, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից մեկը Գալուգացի օլիգարխը, պատկերացնում եք, տասնամյակներով մեր մանկապարտեզների վրա այդ մարդիկ ավել հոսանք են գրել, որ փողը գրպանեն։ Զորամասերի վրա ավել հոսանք են գրել, որ փողը գրպանեն։ Պետական մարմինների վրա ավել հոսանք են գրել, որ փողը գրպանեն։ Քաղաքացիների վրա ավել հոսանք են գրել, որ փողը գրպանեն։ Նախորդ օրին Ռոմանոս Պետրոսյանը գրում է, ասում է մի հատ անհասկանալի դեպք ենք բացահայտել։ Ասում է ուրեմն Գալուգացիների կլանի ներկայացուցիչներից մեկը, որը հաստիքով շարքային լույսի մարդ է, Երևանում 11 հատ բնակարան է ձեռք բերել վերջին 10 տարվա ընթացքում, այդ 11 բնակարանները վարձով է տալիս։ Էս է տեղի ունեցել, էս է նրանց բարեգործության անունը, սա է նրանց բարեգործությունը։ Երեխաներից գողանան, հետո բերեն 2 հատ ժանգոտ ինչ-որ կարուսել կոչվող բան շպրտեն, 50,000 դրամանոց, 50 միլիոն դրամի իրանք մասին գովաց նկարեն։ Ես պատասխանատու ասում եմ, Երևանի քաղաքապետարանը տարբեր տեղերում այսքան բակեր է կառուցում, մանկապարտեզներ են կառուցում, դպրոցներ են կառուցում, ես ձեզ պատասխանատու ասում եմ, հա, եւ այդ մարդիկ ասում են, ինչ են ասում, ասում են, այս իշխանությունը անուղեղ է, որ դպրոց է կառուցում։ Ես չեմ ուզում դրանց նույնիսկ հակադարձեմ, դրանց ասածը ասենք, ոնց որ ասենք, ենթադրենք ամեն անուղեղի ասացի լեզու թրջել չարժի։ Բայց այս շատ կարևոր է, ինչի են իրանք նեղված այդ դպրոցների եւ մանկապարտեզների կառուցումից, որովհետեւ իրանց ճակերտավոր բարեգործության ճանապարհն է փակվել, որովհետեւ ոչ մեկի չես զարմացնի 2 հատ ժանգոտ բան ճոճանակ վերել շպրտելով, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում մենք այն մակարդակի դպրոցներ ու մանկապարտեզներ ու բակեր են կառուցում, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում չի եղել, ժողովուրդ, չի եղել։ Այդպիսի դպրոցներ Հայաստանում երբեք չեն եղել։ Ես խոսում եմ նորակառույցների մասին, չնայած վերակառուցվածքներին էլ է վերաբերվում։ Այդպիսի մանկապարտեզներ Հայաստանում չեն եղել։ Այդպիսի բակեր եւ խաղահրապարակներ Հայաստանում չեն եղել։ Եվ այսօր մի երեխա մոտեցել է այն օր, ինձ ասում է, ձեր օրոք Հայաստանը ծաղկում է։ Դա արդեն տեսնում են նաեւ երեխաները, եւ այո, Հայաստանը ծաղկում է։ Առողջության ապահովագրություն, թոշակների բարձրացում, 300 դպրոց, 500 մանկապարտեզ, 4700 մոտ 5000 կիլոմետր ճանապարհ։ Այս ճանապարհների թիվն էլ անընդհատ ֆիքսված չի, գիտեք ինչի։ Որտեւ ամեն օր ավելանում այդ ճանապարհների թիվը, չեմ հասնում ես ճանապարհների հետևից։ Ժողովուրդ, ուրեմն 2018 թվականից մինչև օրս մենք Հայաստանի քաղաքացիներին 1 միլիարդ դրամի աջակցություն ենք ցուցաբերել բնակարաններ ձեռք բերելու ուղղությամբ։ Եկամտային հարկի գծով եւ մի քանի այլ բնակարանային աջակցության ծրագրերով ներառյալ 16 միլիոնի սահմանամերձի ծրագրերը ուղիղ $1 միլիարդ մենք քաղաքացիներին աջակցել ենք բնակարաններ ձեռք բերելու հարցում։ Մենք 2018 թվականից մոտավորապես 3.8 միլիարդ դրամ վերադարձրել են քաղաքացիներին, ինչպես օրինակ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում մինչև 6 տարեկանը 50,000 դրամի աջակցությունը,
Մասնավորապես լիզինգի ծրագիրը, երբ որ տեխնիկա, գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական, բժշկական տեխնիկա ձեռք բերելու աջակցությունը, գյուղատնտեսական ծրագրերը, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի ծրագիրը, էներգախնայողությամբ բնակարանների վերակառուցման ծրագիրը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ սա մենք անում ենք մի պատճառով եւ մի նպատակով։ Ինչի համար ենք մենք թոշակներ բարձրացնում։ Ինչի համար բանակում ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ 18 տարեկան զինվորները գնում են 6 ամիս վերապատրաստումից հետո դառնում են պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու։ Հետո իրանք մարտական հերթապահությունից դուրս գնում են իրանց տանն են քնում, քիչ չի։ Իրանք ամիսը կապված իրանց ատեստավորման տոկոսից 300, 400, 500, 600 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Եվ եթե նախկինում իրանց ծնողները պետք է բանակում իրանց պահեին, հիմա իրանց աշխատավորցով իրանց տունն են պահում։ Եվ 5-ամյա պայմանագրի ավարտից հետո դեռ 5 միլիոն դրամ պետք է միանվագ ստանան։ Հաջորդը 2024 թվականից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված կուրսանտները, որ հաջողությամբ կսովորեն կավարտեն, սպայական կոչում կստանան եւ կանցնեն աշխատանքի, պետության կողմից կստանան բնակարան եւ նրանց բնակարանային խնդիրը կլուծվի։ 2000-ականների սկզբից մենք զոհվածների ընտանիքի, սպաների, երկարամյա ծառայության զինվորականների նկատմամբ բնակարանային պարտավորություններ ունենք։ Եթե չեմ սխալվում, մոտ 2000 մարդ կա հերթացուցակում։ Եվ մենք նախորդ ամիս որոշում ենք կայացրել 4 տարվա ընթացքում մենք բոլորի բնակարանային հարցերը լուծելու ենք։ Եվ այլն, եւ այսպես շարունակ։ Ինչի համար ենք մենք այս ամեն ինչը անում, ժողովուրդ ջան։ Ինչի համար ենք անում, սիրելի դավթաշենցիներ, որովհետեւ սիրում ենք ձեզ, ժողովուրդ ջան։ Որովհետև մենք սիրում ենք ձեզ, որովհետև մենք Հայաստանի թոշակառուներին վերաբերվում ենք այնպես, ինչպես մեր ծնողներին ենք վերաբերվում։ Երեխաները, մինչև 18 տարեկան երեխաները, բոլորը, երեխեք դուք գիտեք դրա մասին։ Դուք գիտեք, որ բոլորը պետական բյուջեի վճարման միջոցով բոլորը ունեք առողջության ապահովագրություն։ Ո՞րտեղ գիտեք։ Ինչի ունեք։ Որովհետև մենք կառավարությունը, ես ձեզ բոլորիդ վերաբերվում եմ, նենց ոնց որ վերաբերվում եմ իմ երեխաներին, մյուսներին վերաբերվում եմ նենց ոնց որ վերաբերվում եմ իմ քույրերին եւ եղբայրներին։ Եվ էսա փոխվել Հայաստանի Հանրապետությունում պետությունը այլևս սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է պետությունը, որովհետև քաղաքացին տեսնում է, որ պետությունը սիրում է իրեն, հոգա տանում իր մասին, բայց էդ էլ եմ ուզում ասեմ, մեր գաղափարաբանությունն է, որ մարդը լավ պետք է ապրի աշխատանքի միջոցով, էս էլ է շատ կարևոր, ժողովուրդ ջան։ Մենք չենք համարում, որ մարդը պետք է նստի, ոտը ոտին գցի, պետությունը իրան պետք է պահի, ոչ, պետությունը կրթությունով եւ կրթությունը շարունակական կրթության միջոցով պետք է մարդու համար ստեղծի հնարավորություն, որպեսզի մարդը աշխատի, իր ընտանիքը պահի, պետությանը հարկեր վճարի, որպեսզի պետությունն էլ դրանով թոշակ բարձրացնի, աշխատավարձ բարձրացնի, խաղահարապարակ կառուցի, առողջության ապահովագրություն հաստատի եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց ժողովուրդ ջան, ինչ որ ասեցի, այդ ամեն ինչ շատ կարևոր է, բայց ինչ որ ասի ամենակարևորը չի։ Ամենակարևորը, որ ես պիտի ձեզ ասեմ եւ ուզում եմ ասեմ, հետևյալն է, Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես շնորհավորում եմ բոլորի այդ խաղաղության առիթով։ Մեր խաղաղությունը 9 ամսական է եւ ես 9 ամսական մեր խաղաղությունը համատում եմ 9 ամսական երեխայի հետ, որտեղ 9 ամսական երեխան ցանկացած ընտանիքի ամենակարևոր անդամն է, ամենամեծ ուրախությունը եւ երջանկությունն է։ Այդպեսին է նաեւ մեր խաղաղությունը, որովհետեւ ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում
ուրախություն է թևածում, ժողովրդի մեջ ուրախություն է թևածում։ Սա չի նշանակում, թե մենք մոռացել ենք մեր պատմության որևէ դրվագ։ Սա չի նշանակում, թե մենք մեր որևէ նահատակի մոռացել ենք կամ ուրացել ենք։ Մենք ընդհակառակը կարծում ենք, որ մեր նահատակների հիշատակը հարգելու, բարձր պահելու լավագույն ձևը զարգացած, բարեկեցիկ, անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այսօր պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ, բարեկեցիկ է ավելի քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունը այո ծաղկում է եւ դա ամենամեծ հարգանքի տուրքն է մեր բոլոր նահատակների հիշատակին։ Բայց վերադառնալով օրվա հիմնական ասելիքը հետևյալն է։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուզում է մեզ մղել կամ կոչ է անում, ինչի կոչ է անում։ Ըստ էության, եթե թարգմանենք նրանց ասածի էությունը հետևյալն է, նրանք կոչ են անում, որ մենք մեր 9-ամսյա մանուկ խաղաղությանը հանձնենք որբատուն, հանձնենք ուրիշների խնամքին, հանձնենք ուրիշների քմահաճույքին եւ այս է նշանակում երաշխավորների մասին նրանց խոսակցությունը։ Բայց մենք ասում ենք, որ մենք դասեր ենք քաղել մեր պատմությունից եւ մենք հաղթահարել ենք մեր պատմության այն ցիկլը, երբ որ թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ օգտագործելուց հետո դեն շպրտեն։ Մենք ասում ենք, մենք այս ցիկլը հաղթահարել ենք եւ կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքացի, կա ժողովուրդ, ով կարող է ի վիճակի է տեր կանգնել իր խաղաղությանը, տեր կանգնել իր պետությանը, տեր կանգնել իր ապագային, տեր կանգնել իր 9-ամսյա մանուկին, որի անունն է խաղաղություն։ Եվ ուրեմն, սիրելի ժողովուրդ, իմ հիմնական ասելիքը հենց դա է։ Ես դες կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով, առաջնորդվելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Դավթաշենին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար